Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվում էր հերթական պատարագը, որին այս անգամ աննախադեպ թվով մարդիկ էին մասնակցում։ Պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակից աջակիցների մասնակցությունն էր եկեղեցական արարողակարգին։ Պատարագի ներկա էր նաեւ Մերձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Վերջինս 3 հայտարարել էր. վերջին 15 տարին ամեն կիրակի ես մասնակցել եմ Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին եւ դա ինձ թույլ է տվել չտրվել ունևոր ընտանիքների շատ զավակներին հատուկ թույլություններին։ Այս 15 տարվա մեջ ես գեթ մեկ անգամ չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին մասնակցելուց պատարագին, չնայած նրա գրասենյակը հայկական ժամանակ թերթի ընդամենը 50 մետր հեռավորության վրա է եկեղեցուց։ Եկեղեցին լցված էր վարչապետի անվտանգության աշխատակիցներով, լցոնված մարդկանցով, որոնցից ոմանք պարբերաբար պրովոկացիաներ էին հրահրում, բղավում, հայհոյում, անգամ անում անթույլատրելին ծափահարում վարչապետին եկեղեցու ներսում պատարագի ժամանակ։ Կային մարդիկ, որոնք մերթընդմերթ իրենց կողքին կանգնած մարդկանց հետ փեջ էին բռնվում, իսկ որոշներն էլ գլխաշորը գլխին ոչ միայն վիրավորում ու կոպտում էին հասարակ մարդկանց, որոնք աղոթքին էին մասնակցում, այլև թաքուն անհայտ պատճառներով նկարում նրանց։ Պատարագի ժամանակ եղած արտառոց միջադեպերն այսպիսով չավարտվեցին։ Ակտիվիստներ Հովհաննես Իշխանյանին եւ Հայկ Դորունցին բռնի ուժով դուրս բերեցին Սուրբ Սարգիս եկեղեցուց եւ վեհափարի անվան զեղչումից հետո Իշխանյանը վանկարկեց Գարեգին II կաթողիկոս, որից հետո նրան ուժով դուրս բերեցին եւ բերման ենթարկեցին։ Պատարագի ավարտից հետո, երբ վարչապետի աջակիցները դուրս էին եկել ու շարքով սպասում էին նրա դուրս գալուն ու կրկին ծափահարերում, որն իհարկե տեղի ունեցավ, Նարեկ Կարապետյանը եւս լքեց եկեղեցին եւ առաջ շարժվեց։ Լրագրողների հետ կարճ ճեպազրույցում նա անդրադարձավ պատարագին ու վեհափարի անվան զեղչմանն ասելով. Տրտմություն իջավ մեզ վրա, բայց իմ կարծիքով մեր եկեղեցին այս փորձությունն կհաղթարի։ Իմ զգացիկ այն պահին, երբ որ վեհափարի անունը չշեշտվեց պատարագի ժամանակ։ Ասեցի, տրտմություն իջավ մեր վրա։ Իլերում Կարապետյանը նաև ընդգծեց, որ իշխանականները դրսից չկարողացան եկեղեցու պրոցեսները իրենց ուզած հանգուցալուծմանը բերել, դրա համար էլ գնացին ներքին հանգուցալուծման ճանապարհով։ Մենք տեսանք, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց վարչապետի ակցիաների եկեղեցու դեմ եւ հայ ժողովուրդը կանգնեց կաթողիկոսի կողքին։ Եկեղեցու պրոցեսները դրսից, քանի որ չկարողացան իրենց ուզած հանգուցալուծմանը բերել, նրանք եկան ներքին հանգուցալուծման, գնացին ներքին հանգուցալուծման, բայց այս ամեն ինչը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց եկեղեցու դեմ հարձակումները եւ միայն ներսից են փորձում ինչ որ քայլեր ձեռնարկել։ Հատկանշական է, որ եկեղեցում քաղաքացիական հագուստով ծառայություն էին իրականացում բազմաթիվ ՊՊԾ աշխատակիցներ, որոնք տարածքից հեռացան միայն այն ժամանակ, երբ վարչապետն ու բոլոր այն նախարարները, որոնք եկել էին պատարագին, հեռացան։ Ռուսարմինֆոյի աչքից չեն վրիպել այն կադրերը, թե ինչպես է մի քանի մեքենա մոտենում եկեղեցու մուտքին եւ բեռնվելով սևազգեստ ՊՊԾ աշխատակիցներով հեռանում տարածքից։